Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում կրկին սպասված հանդիպումն է։ Մեր նոր եթերաշրջանը սկսում ենք շատ հետաքրքիր թեմայով։ 2025 թվականի հուլիսից Կապանի տարածաշրջանում մեկնարկել են պեղումներ, մեծ մասշտաբային պեղումներ։ Եվ այսօր խոսելու ենք այդ պեղումների, իրականացված արդյունքների, գտածոների եւ իհարկե հնագետի մասնագիտության մասին։ Իմ սպասված հյուրը հնագետ Լևոն Մկրտչյանն է։ Բարև ձեզ, Լևոն։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այսօր կայանում է մեր հանդիպումը։ Շնորհակալություն ձեզ, որ հրավիրեցիք։ Լևոն, թերևս մեր զրույցը սկսենք հենց Կապանի տարածաշրջանում իրականացված պեղումների մասին։ Դրանք, ինչպես ասացիք, դուք բավական վաղուց է, որ աշխատում եք Կապանի հետ կապված հնագիտական պեղումներ եք իրականացնում, բայց ինչ եք գտել վերջերս, որ դարաշրջանի շերտերն են հայտնաբերվել, ինչ կարող եք ասել այս մասին։ Շնորհակալություն, ներկայումս մենք աշխատում ենք Կապանի, հին Կապանի, միջնադարյան Կապանի միջնաբերդում։ Դա իհարկե պայմանական անուն է ստացել այդ հնավայրը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Չարաբաստիկ 2020 թվականի պատերազմից հետո մեր ծրագիրը, որ կոչվում էր Արցախի ազատագրված տարածքների նորահայտ ամրոցների ուսումնասիրություն, հնագետ Գագիկ Սարգսյանի գլխավորությամբ մենք աշխատում էինք Արցախում եւ նորագույն մեթոդներով, այդ ժամանակ դեռ նոր էր կիրառվում Հայաստանում, այսինքն արտի մեթոդներով, համակարգչային տեխնոլոգիաներով եւ դրոնով մենք փորձում էինք նոր ամրոցներ հայտնաբերել։ Մեզ հաջողվեց մոտ 70 ամրոց հայտնաբերել եւ այդ պատերազմից հետո մեր ծրագիրը բնականաբար դադարեց եւ մենք առաջին պրակը հրատարակելուց հետո որոշեցինք այդ կերպ շարունակել նաեւ Սյունիքում։ Արդեն Սիսյանից մինչև Մեղրի տարածվում էինք ուսումնասիրելով նախապես եղած մեր տեղեկությունների բազայով, դա ինչպես պետական ցուցակներում առկա տվյալներն էին, այնպես էլ լրացուցիչ արբանյակային մեր որոնումներով գտնված կետերն էին, որոնք որ մենք գնում ենք տեղում, տեղայնացնում եւ նույնականացնում ենք։ Եվ 2022 թվականին ես այցելեցի ներկայիս Ողջի գետի աջ ափին գտնվող մի բլուր, որը որ ի զարմանս ինձ հուշարձանների ցանկում հասցեագրված էր 3 անունով եւ 3 տարբեր տեղեր։ Մեկ Անդոկավանում, մեկ Քաջարանի տարածքում եւ մեկ Կապանում եւ տարբեր անուններով։ Մեկ որպես Կապան քաղաք, միջնադարյան, մեկ որպես Բաղակու քար ամրոց եւ մեկ կատարով վանք։ Ինչպես կարող էր դա լինել։ Ինձ շատ հետաքրքրեց, թե ինչ եմ ես տեսնելու։ Ամբողջությամբ տարածքը փակված էր խիտ բուսաշերտով, մացառներ էին, հսկա ծառներ էին եւ շատ մեծ դժվարությամբ երբ որ ես հասա այդ բլրի գագաթը, մինչեւ այդ տեսնելով, աչքի առնելով տարբեր տեսակի պարսպապատերի մնացորդներ, որ ինձ շատ զարմացրեց եւ հուշեց, որ արդեն գործ ունենք զարգացած միջնադարի ինչ որ մոռացված մի ուրեմն պարսպապատ, շինության հետ եւ ամենամեծ զարմանքը, որ բարձրանալով գագաթը տեսա 10 եւ ավելի մետր բարձրությամբ ինչ որ շինության մնացորդ կրաշաղախով, որը որ կարողացել էր ճեղքել բուսաշերտը եւ անգամ ծառներից բարձր այդ իր ավերակ գագաթներով դուրս գալ։ Հասկացա, որ գործ ունենք շատ հետաքրքիր մի ուրեմն հնավայրի հետ, որ դուրս է մնացել ուսումնասիրողների ուշադրությունից եւ վկայագրողները չհասկանալով կամ չխորանալով այդ ամեն ինչի մեջ տարբեր անուններով էին դա վկայագրել, ուստի շատ կարեւոր էր այստեղ սկսել հնագիտական պեղումներ։ Եվ ինչ հետաքրքիր փաստեր արդեն կարող եք ասել այդ մասին։ Ինչ է վկայում ձեր գտածոների շարքը։ Արդեն Գագիկ Սարգսյանի հետ մենք որոշեցինք կազմել ծրագիր եւ անմիջապես ներկայացվեց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, հավանության արժանացավ եւ իր անմիջական ուրեմն նախաձեռնությամբ ուրեմն միջոցներ հայտայթվեցին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի։ Այո, այդ ֆոնդերով միջոցներ տրամադրվեցին եւ մենք արդեն երկրորդ տարին անընդմեջ պեղում ենք, բայց ասել երկրորդ տարի դա քիչ է, որովհետեւ բավականին երկար է տևում, ոչ մեկ ամսով, անընդհատ երկարելով, նոր բան է բացվում, նորից մենք դիմում ենք երկարացման համար եւ այդպես շարունակ մի խոսքով կարծես թե անverջ այսպես ձգվում է մեր պեղումները եւ դա բարեբախտություն է հնագետի համար, որ կարողանա իր կիսատ թողածը ամեն անգամ այսպես լուսաբանի բացահայտի։ Իսկ հիմա խնդրում եմ պատմեք ինչ թիմով եք աշխատել Կապանի պեղումներում, ովքեր են ներգրաված եղել, ինչ մասնագետներ են եւ ամենակարևորը մարտահրավերների մասին խոսենք։ Վայրը անառիկ էր, ինչպես դուք պատմեցիք, այնտեղ հասնելը ձեզ համար էլ հեշտ չի եղել։ Ինչ մարտահրավերների եք հանդիպել այնտեղ բարձրանալուց եւ առհասարակ աշխատանքների ընթացքում։ Դե ինչպես նշեցի, թիմը ղեկավարում է, արշավախումբը ղեկավարում է Գագիկ Սարգսյանը, ում հետ արդեն ահագին երկար տարի ես աշխատում եմ, թե Հայաստանի Հանրապետության, թե Արցախի Հանրապետության շատ հնավայրերում եւ այլ տարածքներում սկսած հուշարձանների հայտնաբերումից վերջացրած տարբեր տեսակի ուրեմն ուսումնասիրություններ առանձին վերցրած։ Նաեւ մենք մի շարք աշխատությունների համահեղինակ ենք միասին, այդ թվում նաև մենագրությունների, այսինքն մեր աշխատանքները մենք միշտ վերջում փորձում ենք մենագրության տեսքով ուրեմն հրատարակել, հուսամ նաև որ այս Կապանի այս պեղումները նույնպես այդ կերպ կհրատարակվի եւ մեր արշավախմբում ներառված է բնականաբար ճարտարապետ, մեր լավ բարեկամ, լավ ընկեր Լևոն Վասիլյան, բազմաթիվ հուշարձանների վերականգնող, ամենակարևորը որ Սյունիքում ունի երկարամյա փորձ, մի շարք Սյունյաց ուրեմն հնավայրերի հուշարձանների անմիջապես վերականգնողն է եղել։ Ծրագրերին ներառված է նաև բնականաբար Եգրագիտական թանգարանը իր տնօրենով Այլոշա Հայրապետյանի ուրեմն մասնակցությամբ անմիջապես բոլոր գտնված նյութերը բերվում են թանգարան, հատուկ նյութերով մշակվում են, լվացվում են, պատրաստվում են նկարելու եւ գրչագրման գործում մեր մշտական ուրեմն գործընկերներից մեկն է, որը որ հենց այս պահին գտնված նյութերը արդեն այս պատկերացնում եք զուգահեռ արդեն գտնված նյութերը լվանալուց, մշակվելուց հետո արդեն գրչագրվում են Անժելա Դավթյանի գլխավորությամբ։ Այդ բոլորը կատարվում է Երկրագիտական թանգարանում, այսինքն հնարավոր է տեղում հենց ամեն ինչ կազմակերպել։ Եվ դաշտային աշխատանքներ են տեղի ունենում, եւ կամերալ աշխատանքներ են տեղի ունենում զուգահեռ, որպեսզի ոչ նյութը մնա հետագայի համար, ոչ միանգամից պատրաստվի հաշվետվությունների եւ հոդվածների համար։ Եվ նաև մեր գործընկեր պատմական գիտությունների տեխնացու Ավետիս Գրիգորյանն է հենց միջնադարի մասնագետ, որը որ բոլոր տեսակի նման շերտագրական հարցերում եւ կապված գտածոների անմիջապես ինքն է զբաղվում այդ հարցերով։ Մեր արշավախմբում են անընդհատ միանում են նաև տարբեր տեսակի ուրեմն մասնագետներ, որոնք որ արդեն փաստորեն պեղումներից հետո են զբաղվելու իրենց արժև դրված խնդրով, մենք վերցնելու ենք տարբեր տեսակի ուրեմն նմուշներ անալիզների համար, ուսումնասիրվելու է առանձին փաստորեն մեր կրաշաղախը եւ նաեւ ցանկացած կապակցող նյութ, որ դրվել է այդ քարերի հետ, որպեսզի մենք հասկանանք այդ շաղախները ինչ են պարունակում, այսպես ասած, այդ միջնադարյան բետոնը հասկանանք եւ մոտապես պատկերացում կազմենք, թե ինչ պարունակություն ունի եւ արդյոք զարգացած միջնադարի որ փուլերին կարող էր դա վերաբերել։ Ինչպես նաև հողի նյութն է տրվելու հնաբուսաբանական ուրեմն ուսումնասիրության
Նաև մի քիչ ունենք, բայց հավանաբար նաև կենտանաբանական նյութը առանձին կուսումնասիրվի։ Իսկ Սյունիքում դուք աշխատում եք ավելի վաղ, քան այս վերջում իրականացված պեղումներն են։ Ինչ կասեք Սյունիքում արկա պատմամշակութային հուշարձանների մասին, եւ արդյոք դեռ անելիքներ այստեղ շատ կան, եւ հարցս նաեւ ձեզ որպես մասնագետի Հայաստանի որ վայրերից շրջաններից պեղումներ կատարելով, որտեղ պեղումներ կատարելով, ավելի ճիշտ դուք հաճույք եք ստանում, հասկանում եք, որ այստեղ է գտնվել պատմության ամենահետաքրքիր եւ այսպես ասած թեժ կետը։ Արդեն վաղուց եմ աշխատում Սյունիքում, 2013 թվականից կարող եմ ասել առաջին անգամ որպես այցելել եմ փորձագետ, այդ ժամանակ նախարարության գործակալություն կար հուշարձանների եւ ամեն տարի գրեթե չի եղել տարի, որ գոնե 1 ամսով ես չկամ, այնուհետև տարբեր տեսակի հուշարձանների հետազոտության համար եմ եկել, 2018 թվականից արդեն Շահումյանի հայտնի այդ դամբարանադաշտում մենք պեղել ահռելի քանակությամբ մետաղական նյութ ենք հանել Արտակ Գնունու գլխավորությամբ։ Իսկ ներեցեք այդ մետաղական նյութ հանել ասելով նկատի ունեք, որ այդ բոլորը գտածոներ են, որ վկայում են դեռևս միջնադարում, Ոչ, միջնադարի մասին չէ խոսքը երկաթե դարի մասին է, ավելի հին։ Ավելի հին։ Դա արդյոք վկայում է այն մասին, որ այստեղ մետաղագործությունը բավական շատ վաղուց։ Ինչպես ինձանից բնականաբար առաջ ավագ գործընկերներն են այստեղ պեղել, պարոն Խնկիկյանը, պարոն Արեշյանը, նկատի ունեմ Սյունիքը եւ հատկապես Կապանի տարածաշրջանից Շիկաողի հանրահայտ այդ նյութերը, նաև այսպես ասած պատմական Կապանից Կերենի, որ այժմ մեր վերահսկողության տակ չէ, Կերենի դամբարանադաշտը Արտակ Գնունու գլխավորությամբ, որտեղից գտնվել են միջին երկաթի, այդ 8-6 մեր թվարկությունից առաջ դարերի շատ շքեղ նյութեր եւ խեցանոթներ եւ մետաղական իրեր, որոնք որ արդեն խոսում են այստեղ առանձին մի քիչ ինքնատիպ հնամշակույթի մասին, այսինքն հայկական, հայաստանյան, երկաթեդարյան այդ զարգացած մշակույթում կար նաև այսպիսի մի կենտրոն Կապանում, որը նաև ինքնատիպ էր արտահայտվում իր ուրեմն զարտանախշերով, իր ձևերով։ Ովքեր են հնագետները։ Ինչպիսի մասնագիտություն է հնագիտությունը։ Հնագիտությունը մասնագիտություն երևի չէ, ինչի չէ, որովհետև պիտի հետը ապրես։ Եթե չապրեցիր, չես դիմանա, որտեղ փոշի է, ցեխ է, մացառ է, մասուր է, մի բանը տապատից էդ կքաշի, մի փուշ, ողջ գուլբաները լցված են լինելու խոտածածկույթով կպչող, այո։ Պիտի սիրես, ես կարող եմ, ինձ որ ասում են, ես միշտ ասում եմ, որ ես ապրում եմ հնագիտությամբ, ապրում եմ իր հետ, ավելին ասեմ, իր հետ եմ ապրում, բարդ մասնագիտություն է, մի քիչ ռոմանտիկ մասնագիտություն է եւ շատ կապված է մարդու հետ։ Ինչի՞, որտեղ նախ ուսումնասիրում եմ մարդու հետքը, հնագիտությունը, մեկ-մեկ ասում են հնեաբան, հնեագետ, էան է, որը որ զբաղվում է կենտանիներով, իսկ մերը հնագիտությունը զբաղվում է մշակույթով, հնամշակույթով, այսինքն մարդու թողած հետքով։ Նաև ինչ-որ ձևի մենք հետկաբաններ ենք, չկա այդ երևույթը, չկա այդ իրադարձությունը, բայց այդ իրադարձությունից մնացել է հետքը, այսինքն ժամանակին օրինակ կատարվել է մի շքեղ թաղում, մի ցեղային առաջնորդի թաղում, արողակարգ եղել, զոհաբերություններ են մատուցվել, գինի է հեղվել։ Այդ ամեն ինչը չկա ֆիլմի տեսքով, բայց մնացել է դրա հետքը, երբ որ դու գտնում ես դրա խեցանոթը, գտնում ես ինչ-որ առարկաներ, որոնք վերաբերում են դրան։ Այդ կերպ դու գնում ես իրանց հետևից, իրանց հետքն ես ուսումնասիրում։ Շատ լավ, իսկ ինչ հմտություն պետք է ունենա հնագետը, բացի այն, որ ինքը պետք է իր մասնագիտության հետ ապրի։ Ինչ հմտություններ, նախասիրություններ դե հասկանալի է, պետք է սիրի երևի շատ ավելի ամեն ինչից իր պատմությունը, տիրապետի պատմության ակունքներին, տարբեր ժամանակաշրջաններին։
Հմտությունների մասին խոսենք։ Շատ լավ է, որ դուք ինձ օգնեցիք եւ թվարկեցիք այդ ամենակարևոր բաները, բայց ամենակարևորը, որ կարողանա մարդկանց հետ շփվել։ Ինչի, որովհետեւ գործ ունի մարդկանց հետ։ Կտրվում է իր տանից, գնում է մի միջավայր, իրեն անծանոթ միջավայր, իրեն մի քիչ ճակերտավոր ասած խորտ տարածաշրջան, գուցե բարբառը չի հասկանում, գուցե բնավորությունները չի հասկանում եւ ինքը ստիպված պիտի լինի մարդկանց հետ շփվել։ Եվ ես շատ հաճախ ասում եմ, որ բացի այն գտածոներից նաև հաջող է լինում պեղումները, երբ որ մենք նոր մարդ ենք գտնում, նոր ընկերներ ենք գտնում, նոր բարեկամներ ենք գտնում։ Ուստի ամենակարևորը մարդկանց հետ շփվելն է, ամենակարևոր ունակությունը մարդու հետ շփվելը։ Ինչ տեխնոլոգիաներ եք հիմա դուք օգտագործում աշխատանքներում, խոսքը ժամանակակից տեխնոլոգիաների մասին է, եւ ինչպիսին է աշխատանքային օրը լինում դաշտում։ Մենք խոսեցինք արդեն նաեւ, եթե կարելի է այդպես կոչել, լաբորատոր աշխատանքների մասին, որ իրականացում են պեղումներից հետո, բնականաբար դաշտային աշխատանքները երևի ըստ նեղ մասնագիտացումների ավելի հետաքրքիր են, բայց մի քիչ խոսենք տեխնոլոգիաների մասին, որ օգտագործում ենք բաց դաշտում աշխատելուց եւ ինչն է պակասում այսօր մեր հնագիտությանը։ Պատկերացնում եք, եթե չլինեին ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք որ որոշ ավագ մեր գործընկերների մոտ, ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում, սվիններով էր ընդունվում, ոչ ավանդական էր համարվում դա, եւ պատկերացրեք այն ժամանակ հնագետը ինքը հետախույզի պես գնում էր դաշտում եւ համեմատական մեթոդով ինչ-որ նոր բաներ էր գտնում։ Եվ հիմա դա հեշտացել է, այսինքն նոր հնագետը, նոր հնագիտության մոտ կանգնած մարդը կիրառում է ժամանակից տեխնոլոգիաներ, բարձրացնում է դրոն եւ տեսնում է այդ հնավայրերը վերևից, թռչնի թռիչքի բարձրությունից։ Որպեսզի պատկերացրեք, ավանդական հնագիտությամբ զբաղվողները չունեին այդ հնարավորությունը։ Թեպետ առաջին անգամ թռչնի թռիչքի բարձրությունից հուշարձան տեսնելը շատ տարօրինակ է, բայց ունի արդեն 100 եւ ավել տարվա պատմություն, ինչի, երբ որ բրիտանական օտանավերը առաջին անգամ հայտնվեցին ուրեմն Պաղեստինում, Հորդանանում, առաջին աշխարհամարտի հետ կապված, այդ մարդիկ թռչնի թռիչքի բարձրությունից տեսնում էին ինչ որ պատկերներ, որոնք որ դարձան հետագայում նոր հնավայրեր, այսինքն իրենք կամա թե ակամա հայտնաբերեցին նոր հնավայրեր։ Իդեպ առաջին այդպիսի հայտնաբերողներից մեկը Էքզյուպերին է եղել, որ նույնպես նկատել է այդ կերտվածքները, որոնք որ գետնի վրա քայլող մարդը չի տեսել։ Եվ պատկերացնում եք, հանկարծ արդեն հայտնվում են տեխնոլոգիաներ, որոնք որ հեշտացնում են։ Մեկ մարդ կարող է սովորել այդ տեխնոլոգիաները եւ մեկ ինստիտուտի գործ անել։ Հիմա մեր արշավախումբը, մենք այդքան ասում ենք մեր արշավախումբը, բայց 3 հոգուց 4 հոգուց է բաղկացած։ Երբ որ մենք Գագիկ Սարգսյանի հետ արդեն ունեինք տվյալներ արբանյակային լուսանկարների տեսքով, մենք չգիտեինք ինչ կար օրինակ Արցախի, Քարվաճարի կամ այլ շրջանի, այսինչ գյուղի մոտի բլուրում։ Մենք նույնիսկ չգիտեինք այդ բլուրները իսկապես անվտանգ են, որովհետև այդտեղ մարդիկ չէին ապրում, գիտեք, սակավ մարդիկ էին ապրում, բնակավայրից հեռու էին այդ բլուրները եւ որոշ բլուրներ նույնիսկ եղել էին պատերազմի թատերաբեմեր եւ կարող է մինչեւ այսօր ականազերծված չլինեին։ Մենք գնում էինք տեղում, քայլում էինք, գտնում էինք այդ բլուրը, իհարկե ճանապարհ չունեինք եւ ճանապարհ ասվածը որոշ դեպքերում նույնիսկ մեծ շքեղություն էր, որովհետեւ անցնում էինք մի կերպ եւ հասնում էինք այդ տարածքները, նոր պատկերացնեք ինչքան ժամանակ եւ էներգիա են կորցնում եւ որից հետո մենք կարողանում ենք մի կես ժամվա այդ հուշարձանը, այդ տարածքը յուրացնել։ Այո, պատկերացնում եք, եթե դա չունենայինք այդ հնարավորությունները, այդքան ճանապարհի վրա ժամանակ ծախսենք, էներգիա ծախսենք եւ 3-4 օր մենակ ֆիքս էինք, այսինքն ճարտարապետ աշխատեր, տոպոգրաֆ աշխատեր, լուսանկարներով, օտալուսանկարներով մենք ստանում էինք
հուշարձանի հետ կապված ցանկացած թվային արժեք, իր մոդելներն ենք ստանում, եռաչափ մոդելներն ենք ստանում ենք հատակագծերը այնուհետև այդ օրտոֆոտոպլանների վրա։ Եվ դա իսկապես շատ հեշտացնում էր եւ շնորհիվ այդ Այսինքն, եթե ճիշտ եմ հասկանում, դուք արդեն կարողանում եք նախնական պատկերացումը կազմել շնորհիվ նոր տեխնոլոգիաների, այնուհետև անցնել պեղումների, ինչը նաև ձեզ մաքսիմալ ճշգրտության հնարավորություն է տալիս երևի, ճշգրիտ աշխատելու, որտեղ պեղել, ինչ խորությամբ պեղել եւ այլն։ Չասեմ գիտակարգ, բայց այսպիսի մի հետաքրքիր ուղղություն կա հնագիտության մեջ, լանդշաֆտային հնագիտություն։ Փաստորեն նաև մենք էլ ենք դրա ջատակովը եւ լանդշաֆտով ենք մենք փորձում մոտենալ։ Եթե գիտենք Սյունիքի այս հատվածում ինչպիսի լեռնային եւ այլ կազմվածքներ կան, հետեւաբար արդեն մեզ մոտավորապես պարզ է թե ինչ բարձրության կամ ինչ ձևի ուրեմն լանդշաֆտային դրսևորման վրա մենք կարող ենք հանդիպել արդեն ամրոցի կամ այլ ինչ-որ մի շինության։ Եվ սա արդեն հեշտացնում է եւ նաեւ սա շատ կարեւոր է, երբ որ մինչ այդ որոշ հուշարձաններ ուղղակի էին ուսումնասիրում, առանձնացված էին ուսումնասիրում, բայց մենք հիմա կարող ենք լանդշաֆտային ուսումնասիրել։ Տեսեք, դուք հարցրեցիք թե Սյունիքի առավելությունը, նախորդ հարցին էլի վերադառնանք, որովհետեւ շատ կարեւոր է։ Սյունիքը իսկապես իր բնությունից ելնելով, իր բնական լանդշաֆտից ելնելով, թելադրել է իր մշակութային հետագա զարգացումները։ Օրինակ, անտիկ շրջանում Հայաստանում տարածված էին այսպես լայն քաղաքներ։ Սյունիքը չուներ քաղաքներ։ Սյունիքի նամանավանդ հարավային Սյունիքը Սիսիանում կար, Սիսիանի տարածաշրջանը, որտեղ որ սյունիները սկզբնապես նստում էին, այսպես ասած։ Բայց այնուհետև զարգացած միջնադարում այս մարդիկ խնդիր ունեին, որովհետև տեղանքը թույլ չէր տալիս այդպիսի քաղաքներ ունենալ։ Սյունիքում նույնիսկ դարավանդային հողամշակությունն է տարածված, որովհետև լայն դաշտեր չկա այս հարավային մասում, նկատի ունեմ։ Եվ երբ որ արդեն խնդիր առաջացավ մայրաքաղաքը տեղափոխել անվտանգ խոր տեղ եւ նաեւ քաղաք գտնել, փաստորեն կապան ընտրեցին, որը որ շատ հարմար էր պաշտպանության համար եւ շատ հետաքրքիր, նույնիսկ կարող եմ ասեմ Անիից հետո, ինչպիսին Անիի պաշտպանվածությունն էր ամրաշինական, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ շարք պատկերացնում եք օղակվում էր ամրաշինական համակարգով, դե դա մայրաքաղաքն էր, Բագրատունիները ոչ մի բան չէին խնայում, բայց տեսնում ենք այստեղ նաև լոկալ նման դրսևորում, Սյունիքի տերերը, Սյունիքի իշխանները, այնուհետև արդեն այդ վասալ թագավորները նույնպես իրենց թույլ են տվել այդպիսի կուր համակարգ ստեղծել կապանի շուրջ։ Դուք ժողովրդից շատ եք լսել ժողովրդական այսպիսի 7 ամրոցների քաղաք կապանը, եւ դա պատահական չէ։ Իրականում 7 եւ ավելի 7 միայն առաջին շարքի ամրոցներն են, որոնք որ ներկայումս որտեղ որ մենք պեղում ենք, ենթադրենք, եկեք պայմանական վերցնենք Կապան քաղաքի կենտրոնը։ Հենց այդ կենտրոնից եւ դա հաշվելով առաջինը, այնուհետեւ գրեթե 7-ն էլ ներկայումս կան, գոնե իրենց տեղերը կան, եւ պլյուս դրան արդեն այսպես ոնց որ էպիկենտրոնն է ալիքներով շատանում, այդպես շատանում են ամրոցները եւ հասնում է ամրոցների շղթան հարավում, Մեղրի է հասնում, որտեղ որ ավարտվում է արդեն Մեղրի լեռները եւ սկսվում է Արաքսի հովիտը, դե գիտեք, դա արդեն ամրոցի հնարավորություն չէր տա եւ այդ լեռների կիրճերին դրված է հարավային մի ամրաշինական գիծ, շատ հետաքրքիր, պատկերացնում եք, ուղիղ գծով փակել են մոտ 40 կիլոմետրանոց ուրեմն հատված, այսինքն այդքան զարգացած եղե ամրաշինական մոտեցումը, պատկերացումը Սյունիքի, Սյունիների մոտ եւ այնուհետեւ նաեւ Օրբելյանների մոտ։ Լևոն ջան, մինչև այժմ ձեր գտած ամենատպավորիչ գտածոն որն էր պեղումներից, որ ինքը խոսում է եւ ասելիք ունի եւ ճիշտ է յուրաքանչյուր պեղում, յուրաքանչյուր տարածաշրջան իր հետաքրքրություններն է տալիս։ Տեսեք, դուք խոսում եք եւ մեզ համար եւս չբացահայտված թեմաների մասին, մեր բնակավայրի, մեր տարածաշրջանի անչափ հետաքրքիր է։ Բայց արդյոք կա մի գտածո, որը ամենան է, անկախ միայն Սյունիքի մասին չէ հարցս։ Սյունիքում բնականաբար այս կապանի
ամրոցն է, որ ամեն օր ինձ զարմացնում է։ Մի երկու խոսքով ասեմ, այնուհետև անդրադառնամ ընդհանուրին, ինչի, որովհետև դասական հնագիտության շատ հարցերի եւ պատասխանում է եւ նոր հարցադրումներ է անում իր գոյությամբ, որովհետեւ մենք պեղում էինք ուշ եւ զարգացած միջնադարի կառույց, որը որ հետագայում ենթարկվել էր փոփոխությունների, խախտումների, տարբեր տեսակի միջամտությունների, հանկարծ մի օր, ասենք մի ամիս առաջ, մենք իջնում ենք մի քիչ ներքև եւ շերտագրությունը փոխվում է գլխի վայր եւ գտնում ենք վաղ միջնադարի ուրեմն մի շինություն, պատկերացնում եք, վաղ միջնադարի եռանավ բազիլիկ կառույց, որպեսզի հասկանաք արժեքը այս գյուտի, պետք է ասեմ, որ Ծիծեռնավանկից բացի, որը որ հարավային Սյունիք է, ես այստեղ չեմ տեսել այլ միջնադարյան նման կառույց, վաղ միջնադարյան։ Ինչ որ բեկորներ տեսել եմ Շղարշիկ գյուղում, որով հուշում է, որ այդտեղ նույնպես պետք է եղած լիներ, բայց հատակագծային, այսպես կառույցի մնացորդ մենք չունենք։ Ենթադրաբար Սիսիանում է եղել, բայց չի պահպանվել եւ ավելի ուշ շրջանի, ասենք 7-րդ դարի տարբեր տեղեր կան եւ նաեւ կա Սիսիանում, բայց ներքևում փաստորեն այս հարավային Կապանի տարածաշրջանում եւ Մեղրին էլ հետը հաշված, այսինքն սա շատ բացառիկ ուրեմն հայտնագործություն է, էապես փոխում է մեր պատկերացումները այս կառույցի մասին, ինչպես նաեւ Կապան քաղաքի մասին, որովհետեւ Կապանի որպես Բերտա քաղաքի կամ Ավանի մասին հիշատակություններ կա 5-7-րդ դարերի ինչ որ անցքերի հետ կապված, բայց որ այստեղ դրվել է արդեն վաղ միջնադարյան սրբատաշ տրավերտինե քարով նման շենք, դա խոսում է, որ այդքան էլ ուրեմն երկրորդական կամ երրորդական բնակավայր չի եղել Կապանը եւ պետք է որ այլ դեպքերով եւ այլ հանգամանքների հետ կապված ինքը նշանավոր եղած լիներ։ Սա Սյունիքի առումով ես զբաղվում եմ մի թեմայով, որը որ շատ սպეციფիկ է, Հայաստանի հնագույն աշտարակատիպ կառույցներով եմ զբաղվում։ Դրանք մինչև այսօր անհասկանալի երևույթներ են, բայց իմ աշխատանքների շնորհիվ, ինչպես նաև իմ ավագ գործընկերների, մեր երախտավոր հնագետների եւ մասնագետների շնորհիվ իրենց նաև կարծիքը հաշվի առնելով մոտավորապես այդ շինությունները կապված են մահվան հետ, մահվան աշտարակներ են, ծիսապաշտամունքային աշտարակներ են եւ առաջին անգամ ուսումնասիրվել են Թորամանյանի եւ Աշխարհբեկ Խալանտարի կողմից, այնուհետեւ մոռացության ենթարկվել եւ ես 2013-14 թվականից սկսած ուսումնասիրում եմ, դա նաեւ իմ ատենախոսության թեման է։ Որ տարածաշրջանին են ավելի շատ բնորոշ։ Բնորոշ են Հայաստանի շատ հատված բովանդակ Հայաստանի, որտեղ արդեն Արդահանում, Վանի տարածաշրջանում ես այնտեղի զբաղվող ուրեմն մենք այս թեմայով զբաղվողներս 4-5 հոգի ենք, բնականաբար իրար հետ պետք է կապի մեջ լինենք, իրար հոդված կարդում ենք եւ Իրանում կա երկուսը Թուրքիայում են Դժբախտաբար երկուսն էլ այլևս չեն զբաղվում, բայց իրենց ողջ նյութերը փոխանցել են ինձ, իրենց ուսումնասիրությունները, իդեպ շնորհակալություն իրենց։ Եվ կարող եմ ասեմ, որ Հայաստանի հիմնական խտացումները Արաքածի շրջանում են, Արաքածի հարավային գոտում են, հաջորդ մեծ կուտակումը Կոտայքում է։ Եվ կապված ձեր հարցի հետ ասեմ, բացառիկ կարևոր է իմ համար, դե հնագետները սիրում են տաճարներ գտնել, պալատներ գտնել, ոմանք սիրում են նաև աղբավայրեր գտնել, օրինակ դասական հնագետները, որոնք որ պեղում էին Հինդոսյան քաղաքակրթությունը, հա Մոհենջոդարո բան, միջագետքյան քաղաքակրթություններն էին ուսումնասիրում, իրենց երազանքը աղբավայր գտնելն էր։ Ամբողջ իրենց կենցաղային, պաշտամունքային, չգիտեմ, ողջ պատկերացումները այդ աղբավայրով կարող էին ուսումնասիրել։ Մի քիչ կոտրված կլիներ, ճիշտ է, օգտագործելուն պիտանի չէր այն մարդու համար, բայց հսկայական ինֆորմատիվ էր ուսումնասիրողի համար։
Մյուս մարտիկ հաջորդ խումբը հնագետների իհարկե երազում է, որ գտնի տեքստեր եւ հիրավի դա մեծ պարգև կլինի, բայց ինձ դեռ չի հաջողվել գտնել ոչ աղբավայր, ոչ տեքստ։ Իսկ ներեցեք դուք տեղյակ եք բնականաբար Գիրաթաղ կոչվող Բաղաբերդի մերձագայքում ժողովրդական սիրուն լեգենդ է։ Սիրուն ասք լեգենդ կա այդ դրա մասին, արդյոք կան հույսեր, որ այս պեղումների շարունակությամբ կհասնենք դրանց ետևից։ Դեռ չկա այն հետքը, որը որ մեզ տանի դրա վրա, իսկ հնագիտությունը անսպասելի բացահայտումներ սիրում է։ Լավ լեգենդ է, շատ լեգենդներ են իրականացել։ Եվ բնակավայրի անունն էլ հենց դրված է, գիրը թաղված է, գիրաթաղահոդակապով երկու արմատներ են կցվել։ Նույնիսկ ամենապոպուլյար հնագիտական բանը, որ տարածված է Տրոյայի հայտնաբերումն է, նույնիսկ լեգենդի հետքով գնացած եղել, հա, Շլիմանը գնաց լեգենդի հետքով եւ գտավ, ճիշտ է, խառնել էր որոշ շերտեր, բայց այնուամենայնիվ գտավ այդ պատմական Տրոյան։ Հետքը դա էր, այո։ Ուզում եմ ասեմ, լեգենդի հետևից գնալը վատ չէ, ինչպես օրինակ Շուլցը Խորենացի էր կարտացել, որտեղ գրված էր, որ Շամիրամը Վանում սեպագրեր է թողել, ճիշտ է, դա ուրարտական Վանի թագավորության սեպագրերն են, բայց այդ մարդը եկավ եւ տեսավ, որ դա ճիշտ է։ Հիմի ավելի հավանականությունը քչանում է, այն ժամանակ քիչ էր զարգացած գիտությունը, քիչ էր հայտնաբերված եւ հնագույն քաղաքակրթությունների մասին տեղեկությունները քիչ էին, բնականաբար ամեն նման մի փորձ կարող էր այդպիսի ուրեմն սենսացիոն բացահայտում լիներ, իսկ այս դեպքում հնարավորությունը մի քիչ է, բայց չգիտենք ինչպես կստացվի։ Թեպետ ինձ չի հաջողվել հայտնաբերել ոչ աղբավայր, ոչ ուրեմն տեքստեր հնագույն, սակայն կարող եմ ասել, որ իմ համար ամենակարևոր բացահայտումը այժմ Խանջանում գտնվող մի ծիսապաշտամունքային համալիր է, որը որ կրկին նման դաշտային հետազոտության ընթացքում է հայտնաբերվել, շատ պատահական, եւ հայ-գերմանական արշավախումբ միացյալ ձևավորեցինք իմ ընկերոջ հետ, գործընկերոջ հետ, Ռուբեն Դավթյանի հետ, եւ ի զարմանս մեզ պարզվեց, որ դա սովորական մի աշտարակ չէ, այլ մի հսկայական համալիր է, որը որ պայմանականորեն կարող ենք ասել Վանի թագավորության վերջի եւ այդ երվանդական մեր շրջանի մի նոր ուրեմն կետ է մշակութային, հնամշակութային, որը բավականին հետաքրքիր հարցադրումներ կարող է տալ, ինչի, որովհետեւ այն ձևավորվելուց հետո 1-2 դար հետո անակնկալ, այսպես մեր համար դատարել է գոյություն ունենալուց, մի քանի վարկածներ կան, որ մեր կողմից հայտնաբերվեց մոխրաշերտ, հավանաբար ենթարկվել է ավերման, քանդվել է եւ մոռացության ենթարկվել, իր նշանակությունը կորցրել եւ այնուհետեւ տարօրինակ այլ շերտեր չկա դրա վրա, այդ բլուրի վրա, նույնիսկ ուր շրջանի միջնադարում սիրում էին, գային ինչ-որ օգտագործեին, գյուղ կարող էր առաջանալ բան, ոչ մի տեսակի միջնադարյան շերտ չկա, անգամ ուր շրջանի, ազգագրական շրջանի գյուղի հետք չկա, այսպես մոռացված մի բլուր է, գուցե ինչ-որ անիծված մի բան է եղել կապված այս տարածքի հետ, այսպես անապատային է մնացել, բայց կրկնակի ուրեմն բարեբախտություն ոնց որ լիներ մեր համար, երբ որ պարզվեց, որ հենց այդ բլուրում 1918 թվականին հայերը Սարտարապատում ջարդել են թուրքերին։ Լեգենդար երկու բլուր կա, 370 եւ 379, որտեղ որ տեղի ունեցել ամենավճռորոշ ճակատամարտը։ Դրանք բլուրների պայմանական անուններ են։ Տոպոգրաֆիական պայմանական անուններ են, որովհետեւ չգիտեն, զինվորականները պայմանական անուններ են դրել։ Թուրքերը գրավելով փաստորեն եկե հասել էին Արաքս կայարան, դա ներկայիս Միասնիկյան գյուղն է, մեր հնավայրից ոչ հեռու, եւ քիչ էր մնացել, որ արդեն գրավեին Սարդարապատ կայարանը, որի տեղում հետագայում առաջացել է հոկտեմբերյան եւ ներկայիս Արմավիր
քաղաքը եւ բնականաբար մնում էր մեկ կայարան, Վաղարշապատ եւ Երևան։ Պատկերացնում եք Հայաստանը դատարելու էր գոյություն ունենալու ու պատկերացնում եք ինչ հետևանքներով, որովհետեւ դա արդեն հաջորդել էր ցեղասպանությանը։ Այդ ժամանակ շատ կարևոր դերակատարում ուներ երկաթգիծը եւ առաջին աշխարհամարտում գիտենք շատ մեծ կարևորություն էր տրվել երկաթգծին եւ երկաթգծի կայարանով էր գնում այդ ուրեմն կռիվները։ Եվ շնորհիվ մեր կազմակերպված բանակի, որոնք որ ցարական ուրեմն բանակի ստորաբաժանումներն էին եւ բոլորը պրոֆեսիոնալներ էին, ղեկավարում էին պրոֆեսիոնալները եւ նաեւ աշխարհասորներ միացել եւ մայիսի 26-ին սկսվում է ուղիղ ճակատով հարձակում, այսինքն փոքրականակ հայերը իրանց ուժերով հարձակվում են եւ հենց այդ բլուրի վրա, որտեղ որ մենք հետագայում պեղումներ ենք անում, երկու այդ բլուրներից մեկը մերն էր եւ այդտեղ տալով վճռական այդպիսի հարված գրավում են այդ բլուրը եւ թշնամուն շպրտում կայարաններով, այսպես շպրտում են հետ, մինչեւ դե գիտեք մնացածը։ Եվ երբ որ մենք սկսեցինք պեղումները, արդեն 2 տարի այնտեղ պեղում ենք, 2 պեղաշրջան, շատ ենք գտնում փամփուշտներ։ Այս տարի ավելի շատ գտնվեցին, որոնք որ Օսմանյան բանակի են, իրենց շտամպներով, որովհետև իրենք այդտեղ դիրկավորվել էին եւ կրակում էին հայերի վրա։ Բնականաբար ավելի շատ գտնվեց այդ փամփուշտներից, քան նրանք, որոնք որ ավելի բնորոշ պիտի լինեին հայկականին, հա, 1-2-ն էր, որոնք որ Օսմանյան չէին։ Եվ փաստորեն ունեցանք նման շքեղ բացահայտումներ այդ մի վայրից։ Հետաքրքիր է իհարկե եւ ձեր աշխատանքը մեզ ստիպում է մտածել ու կրկին անցնել այն մտքի վրայով, որ շատ կարեւոր է ճանաչել մեր արմատները, շատ կարեւոր է ձեր աշխատանքը, որ իրականացնում եք եւ մի երկու անձնական հարցերի պատասխանենք։ Իհարկե մենք կարող ենք անverջ շարունակել մեր զրույցը։ Դուք ինչպես ընտրեցիք մասնագիտություն, երբ հասկացաք, որ ուզում եք հնագիտությամբ զբաղվել եւ ինչ խորհուրդ կտաք ապագա մասնագետներին, արդյոք շատ են մասնագետները, դուք արդեն ոլորտում եք եւ տեսնում եք նորեկներին եւ ճանապարհ անցած մարդկանց ինչ հարաբերակցություն ունենք այս միջավայրում։ Դպրոցական հասակից սիրում էի պատմությունը եւ արդեն ոնց որ թե բոլորը գիտեին, որ ես պատմությունով պետք է գնամ, բայց իհարկե դա սկսվել էր աշխարհագրությունից։ Ես արդեն 2-3 դասարանում քարտեզներ էի կազմում։ Նախ գիտեի բոլոր երկրները իրենց մայրաքաղաքներով ու հələ իմ ատլասներն էի կազմում եւ չեմ հիշում 2-րդ թե 3-րդ դասարանը ռուսերենով ավարտեցի իմ առաջին ատլասը։ Այն ժամանակ դե ոչ մի նման տեխնոլոգիաներ չկար եւ ես կապիրովկան հայերեն չգիտեմ ոնց է։ Կգնորինակում, կգնորինակել եք։ Հա, այդ կապիրովկաներով ես այսպես դնում էի երկրի ուրեմն սիլուետը, հա, այդ քարտեզը, հա, իր մասին տեղեկությունները եւ իմ համար շատ անսպասելի էր, որ հետագայում ես չգիտեի, դե պարզ այն ժամանակ այսպես ինտերնետ բան չկար, իմ պատկերացրած երկրները, հետո տեսնում էի, որ դրանք չկան։ Օրինակ ես գրել էի Հարավսլավիայի մասին հին սովետական բաներից, բայց ինքը ամեն 5 տարին մեկ տրոհվում նոր պետություններ էր առաջ գալիս այնտեղ եւ այդպիսի շատ բաներ կար, որ ինձ նորից դրտում էր այլ քարտեզներ գտնել, այլ գրքեր գտնել եւ մի անգամ հայկական ատլաս, որը շատ ակադեմիական ատլաս էր, կարծեմ 50-ական թվականների շատ ստացված եւ այնտեղ նաեւ կար պատմական աշխարհագրություն, այսպես քանի որ մեր ընտանիքում էլ ընդունված էր միշտ խոսել մեր պատմությունից, իմ պապը շատ էր սիրում։ Մենք միշտ զրուցում էինք եւ անդադ ես ինքս ինձ հարցեր տալով, ինչպես եղավ, որ էսի չկա, այս տարածքը չկա, այն տարածքը չկա, այդպես գնացի պատմություն։ Այս ամենը հասավ նրան, որ մի անգամ իմ տատի զարմիկը,
որը հայտնի հնագետ էր Սերգեյ Հարությունյանը։ Պեղել էր Ամբերտը եւ մի շարք այլ վայրեր, Մարմաշեն, Վարամաբերդ, ինձ տարավ պատմական Ումայրի, ուրեմն Բերդի տարածքը, հա, ամրոցի տարածքում գտնված ուրեմն 5 եւ 7-րդ դարի եկեղեցիները ցույց տալու վաղ միջնադարյան, որոնք որ Բագրատունիների շրջանում վերածվել էին ամրոցի։ Իհարկե ցեխոտ այդ ժամանակ հələ դեռ չէր ավարտվել, այսպես ասած, աղետի գոտի հասկացողությունը, դեռ դոմիկներ էին, տնակներ էին, ով ինչքան կարողացել կտրել էր եւ ամբողջ այդ տարածքը հերիք չէ, խորհրդային տարիներին ենթարկվել էր աղավաղման, այստեղ կառուցել էին այդ տուրիստական ինչ-որ մի բազա, քանդելով ողջ Կումայրի, ուրեմն այդ ամրոցը վնասել էին էապես եւ այս մարդը երկար տարիներ պայքարել էր այդ ամեն ինչի դեմ, բայց կարողացել էր այդ երկու եկեղեցիները պեղել ամբողջական եւ կարծեմ մի եկեղեցու վրա էլ նույնիսկ այդ ժամանակ դոմիկ էր դրված եւ մի կերպ եկանք այդտեղ ցույց տվեց եւ դա շատ իմ մոտ փոխեց իմ պատկերացումները։ Ես հասկացա, որ պատմությունը նաեւ մեթոդներ եւ գործիքներ է պահանջում, իսկ դա հնակետի ձեռքին է, փաստորեն հնակետի մի խոզանակ կարող է ամբողջությամբ փոխի պատկերացումները մինչ այդ արված եզրակացությունների մասին։ Եվ այդպես շարունակվեց արդեն համալսարան եւ համալսարանի առաջին տարիներից ես արդեն գնում էի պեղումների։ Շնորհակալություն Լևոն ջան, շնորհակալություն իսկապես հետաքրքիր զրույցի համար։ Մենք մի քանի րոպեներ դեռ ավելի շատ տեղափոխվեցինք մեր պատմության ակունքները, այնտեղից հետ եկանք։ Ձեզ նորանոր բացահայտումներ եք մաղթում, ոչ միայն Սյունիքում, այլ ամբողջ տարածաշրջանում։ Համետ եք զգացված են։ Մինչ նոր հանդիպում, հուսամ դեռ առիթներ կունենանք, Սյունիքում այնքան մեծ լայն բացահայտումներ կանենք, որ մենք լրացուցիչ հանդիպման կարիք էլ կունենանք։ Ստեսություն։ Ստեսություն։ Եթերում սպասված հանդիպումներ, իսկ իմ հյուրը հնագետ Լևոն Մկրտչյանն էր։ Կհանդիպենք։